օրինագիծը տարեկան 5 հոգի, 8 հոգի, 20 հոգի, այսինքն նա նույնիսկ չէր հասկանում, թե այդ խվոտարումը ինչ կարգով պետք է անի, այսինքն այս բացերը ինչպես են շփվել։ Տեսեք, նախագիծը շատ ընդգրկուն է եւ իր առջեւ մեծ նպատակ է դրել, որ պետք է հասնի դրան։ Նպատակը հետեւյալն է, մենք պետք է ունենանք պլյուս 10% զորակոչ, քան ունենք միջև օրենքի նախագիծը շրջանառվել է, ինչը մասամբ արդեն իրականացվել է, մենք ունենք 3-4% մոտ ավել զորակոչ, որովհետև արդեն իսկ կատարել ենք մի շարք փոփոխություններ, որոնք կառավարության տիրույթում էին, եւ եւս ավել զորակոչ կունենանք մենք, երբ օրենքը կմտնի ուժի մեջ։ Սա ինչ է նշանակում, որ մեր բանակը կդառնա ավելի հզոր, մեր քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչ խնդիրներով գտնվում են արտերկրում, ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այդ օրենսդրական նախաձեռնությամբ, մեկը ունի որդի, մեկը ունի ծնող իր խնամքի տակ, մեկը ամուսնացած է, նրանք չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով, խնդրում են, որպեսզի իրենց տրվի հնարավորություն, իրենք կան մասնակցեն երկրի պաշտպանությանը, զորագրվեն, այո, գան ծառայեն 1-ից 4 ամիս ժամկետով, դրանից հետո մտնեն պայեստազոր, վճարեն մեծ գումար, որով մենք իրենց բացեք, ոչ միայն կլրացնենք, այլ 2 անգամ ավելի զինծառայողներ կներգրավենք, միևնույն ժամանակ իրենք չեն կտրվի իրենց մայր հողից, իրենց հանրապետությունից եւ կկարողանան անհատական մեկ ամիս ծառայած այդը, հա, եթե միարաստ ամուսնական խնդիր առաջանա, Աստված մի արածը, եթե անվտանգային խնդիր լինի, մենք այս դեպքում կունենանք ավելի 10%-ով ավելի շատ զինծառայողներ եւ 10%-ով ավել պայեստազորայիններ, ինչը թույլ կտա մեր խնդիրը ավելի հեշտ լուծելու, որը մենք ունենք։ Քանի հոգու վրա պետք է տարածվի։ Օրենքից պետք է օգտվի իմ պատկերացմամբ առնվազն 1000 քաղաքացի, որպեսզի մենք տարեկան ունենանք պլյուս 10% զորակոչ։ Առնվազն 1000 քաղաքացի։ Բայց եթե խվոտավորում Ես եթե հարցը դրվում է, ես բանակից փողով բնականաբար չէի ազատվի, ես բանակից ազատվելու հնարավորություն ունեցել եմ 2012 թվականին, երբ պետք է զորակոչվեի ծառայության, բայց չեմ գնացել այդ ճանապարհով, այդ ճանապարհը կարճատեսությունն է, ես գիտեք, որ միշտ գրել եմ ակնոցներ, օպտիկական, հիմա էլ գրում եմ թաղանթային լինզաներ, ես ունեմ կարճատեսություն եւ կարող էի բազմաթիվ մեր քաղաքացիների նման չգնալ պարտադիր զինվորական ծառայության հայտնի ճանապարհներով, այն ժամանակ ըստ տարեթվերի հայտնի է, թե որ հիվանդությունով ինչ արժեր բանակից ազատվել է։ Ես գնացել եմ պարտադիր զինվորական ծառայության։ Իսկ եթե հարցը դրվեր հիմա ես կօգտվեի այս տարբերակից կվճարեի, թե կգնայի ծառայության, ինչպես ես եմ գնացել, նշեմ, որ գումար վճարելով կարճաժամկետ ծառայության հասնելով, ես մի քանի անգամ ավելի շատ օգուտ տված կլինեի պաշտպանության նախարարությանը, քան այն ծառայությամբ, ինչպես ես եմ ծառայել։ Մասնակցության եթե քվոտավորում է լինելու, 1000 չի լինելու, ճիշտ է, 1000 զինծառայողի վրա սա չի։ Չեք կարող ասել, կարող քվոտայի մեջ լինի 1000 կամ 2000, օրինակ քվոտայի մեջ կարող է դրվի ամառային զորակոչի ենթադրաբար մենք որոշել, եթե օրենքում դա չի կա, չի։ Դա կառավարությունն է որոշելու, տեսեք, մենք ունեցել ենք տարի, որ մոտ 9000 է եղել մեր զորակոչը։ Այս ամառային զորակոչի այս 2025 թվականին ոչ թե մի զորակոչ էր, կներեք 2 զորակոչի մասին է խոսքը, ենթադրվում է, որ 25 թվականին կունենանք առնվազն 1000-ով կամ 2000-ով ավել զորակոչ, ինչը մեզ հնարավորություն է տալու, որ մենք առնվազն 2000 տեղ սահմանենք, բայց ես ամեն դեպքում գտնում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր քաղաքացիները օգտվեն լայնածավալ, օգտվեն այս օրենքի հնարավորությունից, ինչու, որովհետև մինչև 27 տարի լռանալը ունենք 5-ից 6000 քաղաքացիներ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ։ Մենք եթե նրանց այդ հնարավորությունը չտանք, մենք չենք կարողանալու նրանց բերել որպես ռեսուրս ներգրավել պաշտպանության մեջ, եւ նրանց մենք չենք կարող բերենք դատապարտենք ազատազրկման բանակից խուսափելու համար։ Երբ մենք տեսնում ենք խուսափողները ավարտեմ, եւ մենք նայում ենք բանակից խուսափողների թվերը եւ նաեւ հետախուզման մեջ գտնվողների թվերը եւ համադրում ենք ներկայացած կամովի ներկայացած կամ հայտնաբերված քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ տարեկան մենք ունենում ենք շուրջ 10000 հետախուզվող, որոնցից կամովին ներկայանում կամ հայտնաբերվում է 100-ից 200-ը, մոտավորապես 1% է։ Իսկ իրանցից արդեն դատապարտվում է կամ 1-ը կամ 0։ Այսինքն մենք չենք կարող հայտնաբերենք կամ նենց անենք, որ այս քաղաքացիները գան
Եվ անգամ եթե նրանք գալիս են կամ հայտնաբերվում են, չեն դատապարտվում ազատազրկման։ Այստեղ մենք պիտի ուրիշ ճանապարհով գնանք։ Մեր նպատակը չպիտի լինի նա, որ մենք բոլորին դատապարտենք 1-ից 3 տարվա ազատազրկման, որովհետև դա բան չի տալու բանակին, հակառակը մենք գումար ենք ծախսելու այդ անձանց կալանքի մեջ պահելու համար։ Մարդը չի ուզենալու գալ, որպեսզի այս գումարները լավ չի ունենալու վճարելու եւ չի վերադառնալու պարզապես Հայաստան, գումարները չի վճարելու։ Տեսեք, մենք պետք է հնարավորություն տանք։ Բոլորը 100% ուզում են այդ ովքեր որ խուսափել են։ Բնականաբար կլինեն քաղաքացիներ, կշարունակեն խուսափել, եւ ես չեմ նշում, որ այդ բոլոր խուսափողներին կամ 100% խուսափողներին նպատակ իհարկե կա, բայց կանխատեսում չկա, որ բոլորը կդվեն։ Բայց քանի տոկոսը դա չէ։ Ես ասում եմ, իմ օրենքի նպատակը հետեւյալն է, որպեսզի խուսափողների առնվազն 10%-ը գան պարտադիր զինվորական ծառայության։ Դժվար է։ Չէ, երաշխիք ունեք, որ 10%-ը կգա, եւ բնականաբար երաշխիքներ չկան։ Կախված է նաեւ մեր աշխատանքի արդյունավետությունից։ Ինչպես մենք կարող ենք պայքարել, որպեսզի բժշկական հիվանդությունների թղթեր սարքելը չլինի հեշտ։ Դրա համար մենք արդեն իսկ կատարել ենք աշխատանք եւ եւս հիմա ունենք 5 աշխատանքային խումբ, որոնցով աշխատում ենք այս ուղղությամբ։ Հաջորդը քաղաքացիությունից հրաժարվելավոր մենք սահմանում ենք բարձր տուրք, որպեսզի մեր քաղաքացիները չհրաժարվեն քաղաքացիությունից եւ գան ծառայության։ Իհարկե նրանց մի մասը կշարունակի հրաժարվել քաղաքացիությունից, կամ եթե չկարողանա հրաժարվել, կդիմի փախուստի ընդհանրապես չներկայանա զորակոչի առանց հրաժարվելու։ Ինչի փորձը մենք ունենք վերջին 1 տարվա ընթացքում եւ մենք ակտիվ պայքարում ենք խախտումների դեմ, զորակոչի չներկայացնողների թիվը կրկնապատկվել է, այսինքն փախուստի դիմողների թիվը կրկնապատկվել է։ Մենք պիտի այնպես անենք, որ մեր քաղաքացիները չփախնեն։ 15 միլիոն է, չէ, քաղաքացիություն առաջարկում։ Ավելի 15 միլիոնը կվճարեն, կհրաժարվեն, որպեսզի 18 եւ 24 միլիոն չվճարեն եւ 1-4 ամիսը ծառայեն։ Այո, թող վճարեն 15 միլիոն դրամ եւ հրաժարվեն քաղաքացիությունից, մենք իրենց փոխարեն ներգրավենք 2 պայմանագրային զինծառայողների եւ այդ գումարը Հայաստանի Հանրապետություն շրջանառ։ Իսկ քաղաքացիները ովքեր նման միջոցներ ունեն, ովքեր որ գնում են արտերկրյա աշխատանքի, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, մնան իրենց համայնքներում, իրենց գյուղերում, իրենց բնակավայրերում, աշխատեն ստանան բարձր աշխատավարձ եւ այդ իրենց ստացած աշխատավարձը շարունակեն ծախսել իրենց բնակավայրերում, ինչը իր հետ բերի լրացուցիչ էֆեկտ է տվյալ բնակավայրում։ Հիմա այս նախագիծը այսպես տարակարծությունների, այսպես վեճերի արեք է դարձել, դուք որոշակի զիջումներ անելու եք, որովհետեւ ասում են կարող է ընդունել օրենքը, բայց ժամկետների Տեսեք, զիջումների կներեք, այստեղ ամբիցիաների կամ անձնական որևէ շահի մասին խոսք չի կարող լինել, որը զիջեմ կամ չզիջեմ։ Եթե լինեն փաստարկներ, որոնց հիման վրա կառավարությունը կհամոզի եւ համոզել է գնալ փոփոխությունների, ես կգնամ դրանց։ Եթե ես կունենամ ծանրակշիռ փաստեր, որոնց հիման վրա կարողանամ հետագայում կառավարության գործընկերներին ասել վերանայել այս իշկետը, ես կգնամ այդ ճանապարհով։ Եթե մենք ունենք գործընկերներ, ովքեր ունեն առաջարկներ, դրանք խնդրում եմ եւ մինչեւ այս պահն խնդրել եմ, որպեսզի դրանք գրավոր ներկայացնեն մեր քննարկմանը, որպեսզի համ ես դրա մասին կարծիք արտահայտեմ, համ նաեւ կառավարությունը, որպեսզի կառավարությունը ժամանակներ եւ հայտնի։ Ցավոք սրտի, ինչ շրջանառվել է նախագիծը վերջին 3 ամիսների ընթացքում, ազգային ժողովի պատգամավորների կողմից որևէ առաջարկ չի եղել։ Գրավոր առաջարկի մասին է խոսքը։ Այո, մեր խմբակցությունը մեծ է եւ ազգային ժողովում ունենք 100-ից ավել պատգամավորներ, կամ պատգամավորներ, որ ասում են մի ամիսը քիչ է, դառնա 2 ամիս, մեկը ասում է 15 միլիոնը քիչ է, դարձնենք 30, մեկը ասում է 24 միլիոնն է շատ, իջացնենք 6 ամիսը սարքենք 4 ամիս, 4 ամիսը սարքենք 8 ամիս։ Բնականաբար բազմաթիվ պատգամավորներ ունեն կարծիքներ, քանի որ նախագիծը միանգամից մի քանի կետերի է վերաբերվում։ Շատ դժվար է հասնել լիակատար կոնսենսուսի, բայց մի բան մենք ֆիքսել ենք կառավարության գործընկերների հետ համատեղ, որ նախագիծը պետք է ընդունվի եւ արդեն իրար պրակտիկայում մենք հասկանանք բացել եւ շարունակենք շտկելու ուղղությամբ գնալ, որպեսզի Բայց եթե հանձնաժողովի նիստերում մերժում են, հիմա ո՞նց եք պատկերացնում գումարը ընդունեն։ Բնականաբար հետ կանչելու ցանկություն չի կարող լինել։ Նախագիծը անցել է բոլոր փուլերը, այսօր հանձնաժողովում ոչ դրական, ոչ բացասական նախագիծ ստացավ, կային կընդգրկվի առաջիկա 3 շաբթի օրվա քառօրյա նիստերում, 3-րդ բաժնի հարցերում, ես կներկայացնեմ ազգային ժողովին 3 շաբթի օրը եւ ազգային ժողովը կորոշի դեմ քվեարկի թե կողմ։ Եթե ազգային ժողովը քվեարկի կողմ, հարցը կներառվի դիագումարիստների օրակարգում եւ ամբողջ ծավալով կքննարկվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Սարգսյան, նաեւ քանի այստեղ գրում ենք,
եկեղեցի հետ կապված ձեր Խնդրում եմ չխառնենք էլ եկեղեցին։ Դուք Ես տեսակել առանձին որևէ չեք կպատասխանեմ։ հայտնել, իշխանության ներկայացուցիչը Ես եք երեք հայտնել եմ վերաբերվում, տեսակել։ այդ ամենին կիսում եք այն տեսակել